գալեք տանեք պրծնենք աղբեր։ Մի մոտեցեք մի։ Այ իմ համար էջ տարբերություն չկա, ինչ տարբերություն, ես թե եղբայրս։ Всё։ Տանն է որտեղ է։ Չեն ձերբակալել, մամուլում։ Չեն հասցրել, բայց շուտով կձերբակալեն։ Սպասում եմ։ Լավ, վերջացրինք էլի հիմա։ Ամեն դեպքում հասկանալի չի դժգոհությունները իշխանության, որտեղ դուք չեք դադարել օգնել Հայաստանի Հանրապետությանը տարբեր ծրագրերի, ի՞նչն է խնդիրը։ Էդի իրանց խնդիրն է, էդի արդեն մեր խնդիրը չի։ Ես ասացի, նա ով հակառակ դրան մի բառ է օգտագործում, մի քիչ պետք է իրեն հաշիվ տա։ Ասում են աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից է պարոն Կարապետյանն այս ամենն անում։ Ես Տաշիրից եմ եկել, ես չգիտեմ որտեղից են գալիս, ես Տաշիրից եմ եկել։ Դե փաստորեն այդ Տաշիրն էլ քաղաքական ինչ-որ նշանակություն ունեցավ էլի աշխարհաքաղաքական։ Էդի մեր համար մեծ պատիվ է, ասեմ ձեզ։ Ասացի, մենք մշեցի ենք։ Վերջ։ Մենք պատրաստ ենք ամեն ինչին։ Ինչը ասվել է, ճիշտ է ասվել, դեռ քիչ է ասվել։ Ես այստեղ կանգնած եմ, որ առաջինը ինձ ձերբակալել։ Որտեւ ես են ինչ-որ բան խոսեցի։ Կհուշեք, որ ինձ էլ տանեն, որտեւ արդեն խոսել եմ։ Всё, վերջացինք, երեխեք ջան, հիմա մանկապարտեզ չի։ Ինչը պետք է ասացինք ձեզ։ Այնուամենայնիվը եւ քանի որը համարյա նույն բաներն են, քանի որ ասեիր կամ այնուամենայն։ Կազմեմ տեղեկությունը, որ ձերբակալել եմ, փաստացի հերքեցիք, ասացիք տանն ես։ Խոզարկությունների մասին ինչ կասեք, խոզարկություններ եղել։ Եղբայր, ես ձեր հետ կանգնած եմ, ես գիտեմ տանը ինչ է կատարվում։ Ես առավոտվանից ստեղ եմ։ Ինչ ուզում են թող անեն։ Կա պետություն, կա համապատասխան մարմինները օրենքի սահմաններում թող գործեն։ Միայն օրենքի սահմաններում։ Վաղը ամեն մեկը իր արածի համար պատասխան է տալու։ Ես էլ իմ արածի համար։ Ես այս պահին պատրաստ չեմ որևէ հարցի պատասխանել, անհրաժեշտության դեպքում ես կխոսեմ։ Այդքան է թլիկ չեմ էլի։ Ես ձեզ եմ հարց տալիս։ Դուք տեսնում եք։ Ինձ լուսավորեք, որտեղ շուտվանից քաղաքականության մեջ եմ, լուսավորեք։ Միգուցե տեսնում եք, հուշեք ինձ։ Աչքիներս դնեմ, որ լավ տենամ ձեզ։ Ամեն ինչ լավ անելու։ Եթե ես չեմ տխրել, դուք ինչի եք տխրում։ Չէ, ես այս պարտապես հարցրում եմ անում, կապ տեսնում եք Սամվել Կարապետյանի հայտարարության հետո Նիկոլ Փաշինյանի։ Ես ասեի այս պահին ես չեմ խոսելու, պատե պահին ես կխոսեմ։ Եվ մանրամասն կխոսեմ։ Հնարավոր է ձեզ այստեղից ձերբակալեն։ Չէ, Իսկ Նիկոլ եկել են- Փաշինյանն ասում է, սա Հայաստանի Հանրապետությունն է, հույս ունեմ պետության համը բերաններդ կմնա։ Թող այդպիսի հույս ունենա։ Մենք էլ հույս ունենք, որ պետության համը մեր բերանում կմնա։ Լավ հույս է։ Այսինքն ինչ է նշանակում, այսինքն էլ պետություն չենք ունենալու, մեկը պետությունն էլ ալնելու, մենք էլ չլնենք մեր թորներն են ալնելու, չէ։ Էդ ինչ բան է, հարցադրումը։ Իրեն հարցեք, նման բաները ես ոնց մեկնաբանեմ։ Ես դե գիտես ինչ։ Չի կարելի մանրանալ, ես ասեմ, մանկավարժի տղա ենք մենք։ Ես էլ կարամ փողոցում մեծացել եմ, էլի։ Բայց ես իրավունք չունեմ, մանկավարժի տղա եմ փողոցային լեքսիկոնով խոսել։
Ես իրան ոչ լսում եմ, ոչ տենում եմ ու ընդհանրապես մոռացել եմ։ Ես իմ գլուխը առած իմ գործերով եմ զբաղված։ Իմ տորներին եմ ես ասում։ Չէ, մեր բարեկամներն են եկել են, շատ հավաքվել են, իբրև մենք զանգեցինք եկան, լսել են, եթերից լսում գալիս են, էլի։ Ես տեղյակ չեմ, հենց նոր իմացա, դարպասների դեմից ում բռնա տարել են։ Կոնկրետ տեղյակ չեմ, բնականաբար մեր բարեկամները կրնել։ Ինչի շրջանակներում է այս ամենը։ Այսինքն ինչ բարույթ կա, ինչն է պատճառը։ Լսի, աղջիկ ջան, ես քաղաքականության մեջ 30 տարի եղել եմ։ Դուք չեք կարա, այս կողմից պտտեք, այն կողմից հարց տաք, ես ինչ որ ասում եմ, այդքանով բավարարվեք։ Ներողություն, իսկ բոլոր տասներ ձեր բարեկամներն են, թե պատահաբար հարևաններին են արել։ Նոր ասեցի, տեղյակ չեմ։ Հենց նոր ինձ ասեցին, որ դարպասների մոտից ում բռնա տարել են։ Այսինքն հնարավոր է հարևաններին է տարածրին։ Ես շատ գիտեմ ովքեր են եկել։ Տեղյակ չեմ, եղբայր, հիմա քեզ ո՞նց է հարմար, ասա այդ է ասեմ։ Տեղյակ չեմ։ Բայց ինչի է ես մսանձրել Բացական։ Ախր ես էլ չգիտեմ ձեզ ինչ ասեմ։ Ես նոր մի քիչ առաջ եմ եկել, եթե մի քիչ առաջ գայեք, կտեսնեիք, որ մի քիչ առաջ եմ եկել։ Ես էլ լսել եկել եմ։ Մենք ստեղ չենք ապրում, հեռու ենք ապրում։ Անհրաժեշտության դեպքում մեկ բառով ասեմ։ Ես կխոսեմ անհրաժեշտության դեպքում, երբ գտնեմ հարմար, այդ ժամանակ կխոսեմ։ Հիմա դուք էլ ձեր գործն եք անում, թողեք մենք էլ մեր գործը անենք, էլի։ Մենք էլ կանգնել ենք, որ բռնվենք, տենանք ոնց ենք բռնվում, էլի։ Ես ասֆալտին մի քիչ մի հատ շոր փռեք, որ պարգեմ գան բռնեն։ Որ շորերս գոնե չկեղդոտվի։